Հրաշքով եք ձևավորվել։ Երեմիա 1:5-ում գրված է. Քեզ որովայնում չստեղծած ես քեզ գիտեի։ Աստված անմիջական մասնակցություն ունի մեր ձևավորման մեջ։ Նա ձևավորեց մեզ արգանդում շատ ավելի վաղ, քան մեր մայրը կարող էր զգալ մեր գոյությունը։ Նախքան կկարողանայինք ճանաչել ինքներս մեզ, նա գիտեր մեզ։ Մինչ մենք ծածուկում աճում էինք, նա ծրագրեց մեր կյանքի օրերը և մեր առջև բացեց մեզ համար նախատեսված ուղին։ Դուք ամենևին բջիջների մի կույտ չէիք, դուք մշտապես կենդանի էիք նրա մեջ։ Յուրաքանչյուր ծնված երեխա հույսի պարգև է, վստահված մեր խնամքին։ Եթե երբևէ ականատես եք եղել մարդու ծննդյան հրաշքին, գիտեք, որ յուրաքանչյուր մանկիկ զարմանալի ներուժ ունի։ Հիշում եմ, որ մինչ կիմանայի, որ հղի եմ երրորդ զավակով, զգացի, թե ինչպես է նրա կյանքը աշխուժանում իմ մեջ։ Ջոնը ծառայում էր Նյու Յորքում, երբ երկրպագության ծառայության ժամանակ անսովոր թուլություն զգացի։ Թվաց, թե ուշագնաց էի լինում, ուստի նստեցի։ Այդ պահին լսեցի Սուրբ Հոգու շշնջոցը. «Դու կյանք ես կրում, քո ներսում որդի է մեծանում»։ Նույն պահին զգացի Աստծո ճնշող ներկայությունը։ Սա պարզապես օրինակ է նրա, թե որքան ջերմերон է Աստված կապված արգանդում մեծացող մանուկի հետ։ Իսկ եթե ձեզ երբեք չեն ասել սա, իսկ եթե ոչ ոք երբեք չի ասել, որ ձեր արարիչը հրաշքով ձևավորել է և անձամբ ճանաչում է ձեզ, իսկ եթե փոխարենը լսել եք այնպիսի արտահայտություններ, որոնք ակնարկում են, որ դուք պատահականություն եք կամ սխալմունք, եթե մենք չգիտակցենք մեր արարչության հրաշքը, մեզ համար դժվար կլինի ճանաչել հրաշքը ուրիշի մեջ։ Եթե մեզ դաստիարակել են այն զգացողությամբ, որ մենք բեռ ենք, հեշտ կլինի երեխային ընդունել որպես խոչընդոտ։ Չափազանց շատ կանայք ճնշված են զգում, փորձելով հավասարակշռել ամեն բան՝ կարիերա, մայրություն, լրացուցիչ գործունեություն, որովհետև կապիտալիզմի մշակույթը զրկել է մայրությունն իր արժեքից։ Շատ առումներով կյանքը ժամանակի քննություն է։ Դուք միշտ կարող եք առաջխաղացում ունենալ ձեր աշխատանքի մեջ և լինել ժամանակակից մայր։ Իմ երեխաներն ինձ ավելի շատ ուրախություն են պատճառել և աճի ավելի լայն հնարավորություն են տվել, քան գործնական ցանկացած ձեռքբերում։ Եթե դուք ուզում եք լինել մայր, մի ամաչեք։ Դա ձեզնից կպահանջի ավելի, քան կարող էիք պատկերացնել, բայց միևնույն ժամանակ կվերադարձնի ավելի, քան երբևէ կարող էիք երազել։ Եկեք աղոթենք։ Երկնային Հայր, դու ես կյանք տվողը, ես հավատում եմ, որ դու ձևավորել ես ինձ հրաշքով և ժպիտով հաստատել ես իմ օրերը։ Դու մայրերին վեհ գործ ես վստահել։